Բոլոր օրինական ճանապարհներն օգտագործվելու են առաջիկա կիրակի հոկտեմբերի 26-ին Հովանավանքում հոգևորաղոթական կյանքը վերականգնելու եւ եկեղեցում ծառայող օրինավոր քահանայի կողմից Սուրբ Պատարագ մատուցելու համար։ Այս մասին հայտարարել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Նշենք, որ օրերս Հովանավանքի քահանա Տեր Արամը կարգալույծ է հռչակվել եւ այսուհետ կրելու է Ստեփան Ասատրյան անունը։ Վերջինս սակայն հայտարարել է, որ չի ճանաչում իր կարգալույծ լինելը եւ շարունակելու է իր գործունեությունը որպես քահանա եւ կիրակի օրը պատարագ մատուցելու։ Հայաստանի Հանրապետություն վերադարձի տոմսս հոկտեմբերի 28-ին է։ Նիկոլ Փաշինյանից փախչելու միտքն անգամ բացառում եմ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մասիս քաղաքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, անդրադառնալով իր ազատազրկման որոշմանը։ Նրա հայտարարության մեջ ասվում է. Ինչպես արդեն գիտեք, Երևանի քրեական դատարանը նախորդին ինձ դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ քրեական գործի մեջ ինձ մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա, ոչ մի փաստ, ոչ մի վկայություն, ոչ մի ապացույց, ոչ մի այլ հանգամանք, որը կարող էր թեկուզ չնչին կերպով հիմնավորել իմ մեղավոր լինելը, բառիս բուն իմաստով ոչինչ։ 7.5 տարի անց ինձ շինծ ու գործով շուտապույտ ազատազրկելու որոշումը խոսում է այն մասին, որ իմ դեմ կիրառված պատժամիջոցը բացառապես քաղաքական է։ 7.5 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործը կարճվել է այդ միջադեպի բոլոր մասնակիցների մասով եւ միայն ինձ է այս իշխանությունը դիտարկել որպես կազմակերպիչ, ամեն ինչ անելով, որպեսզի հայտնվեմ անազատության մեջ։ Այսինքն միջադեպի մասնակիցներ չկան, բայց կա կազմակերպիչ։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, այս օրերին ես աշխատանքային այցով գտնվում եմ Արտեշկրում։ Հայաստան վերադարձի տոմսս հոկտեմբերի 28-ին է։ Իմ ծրագրերում ոչինչ չի փոխվել, Նիկոլից ու նրա կամակատար դատաիրավական համակարգից փախչելու միտքն անգամ բացառում եմ։ Շուտով կլինեմ Հայաստանում եւ բոլորս միասին կպայքարենք իմ սրբազան հայրերի, այլ քաղբանտարկյալների եւ մեր ամբողջ երկրի ազատության համար, հայտարարության մեջ ասել է Մասիսի քաղաքապետ։ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Մամիկոն Խաչատրյանը դարձել է աշխարհի առաջնության փոխ-չեմպիոն։ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող մարմնամարզության նժույգ թափերի եզրափակչում Մամիկոն Խաչատրյանը հավաքելով 14600 միավոր դարձել է աշխարհի առաջնության փոխ-չեմպիոն։ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը հավաքել է միայն 14433 միավոր եւ 4-րդն է։ Աշխարհի չեմպիոն է դարձել Չինաստանի ներկայացուցիչ Հոնգ Յանմինգը։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է 10 միլիոն ֆունտ ստերլինգ հատկացնել մզկիթներում եւ մուսուլմանական կենտրոններում անվտանգության միջոցառումները ընդլայնելու համար, հարձակումներից պաշտպանվելու համար, հայտարարել է կառավարության մամուլի ծառայությունը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի մզկիթներն ու մուսուլմանական հավատքի կենտրոնները կստանան լրացուցիչ 10 միլիոն ֆունտ ստերլինգ անվտանգության ֆինանսավորում, ատելության հողի վրա կատարված հանցագործություններից եւ հարձակումներից պաշտպանվելու համար, ասվում է հայտարարության մեջ։ Հրատարակությունը նշում է, որ միջոցները կօգտագործվեն տեսախցիկների եւ ազդանշանային համակարգերի տեղադրման, ցանկապատերի կառուցման եւ անվտանգության ծառայությունների վճարման համար։ Սա կլրացնի կառավարության կողմից անցյալ տարվա մզկիթների անվտանգության համար հատկացված 29.4 միլիոն ֆունտ ստերլինգը։ Վարչապետը ֆինանսավորման մասին հայտարարեց Անգլիայի հարավում գտնվող Փիսհեյվենի մզկիթ այցելությունից հետո, որը հոկտեմբերի սկզբին հրկիզվել էր անհայտ անձանց կողմից։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Միացյալ Նահանգները պետք է ավելին անի Իսրայելի կողմից հրադադարի եւ Գազայի համաձայնագրի լիարժեք պահպանման ապահովման համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքիան ամեն ջանք գործադրում է հրադադարի հասնելու համար։ Համասը պահպանում է հրադադարը։ Ավելին, նրանք բացահայտորեն հայտարարում են այս հարցում իրենց վճռականության մասին, սակայն Իսրայելը շարունակում է խախտել հրադադարը։ Միջազգային հանրությունը, մասնավորապես Միացյալ Նահանգները, պետք է ավելին անեն ապահովելու համար, որ Իսրայելը լիովին պահպանի իր հրադադարը եւ համաձայնագիրը։ Լրագրողներին ասել է Էրդողանը Գազայից վերադառնալիս իր ինքնաթիռում։ Նա ասել է, որ այս գործընթացում Իսրայելի վրա պետք է բավարար դիվանագիտական ճնշում գործադրվի։ Թուրքիայի նախագահը նաեւ նշել է Գազա անխափան օգնության հասանելիության ապահովման կարեւորությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 9-ին հայտարարեց, որ Իսրայելը եւ Պաղեստինյան Համաս շարժումը համաձայնության են եկել Գազայի հատվածում երկամյա զինված հակամարտության կարգավորման խաղաղության ծրագրի առաջին փուլի իրականացման վերաբերյալ։
Ռուսաստանը չի գործում որևէ մեկի դեմ, այլ գործում է իր սեփական օգտին, եւ դա է, որ շարունակելու է անել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Եվրամիության նոր պատժամիջոցներին Ռուսաստանի արձագանքի մասին։ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալասը հինգշաբթի օրը հայտարարեց, որ ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը։ Մենք առաջին հերթին որևէ մեկի դեմ չենք գործում։ Մենք գործելու ենք մեր սեփական օգտին։ Ահա թե ինչ ենք մենք անելու։ Լրագրողներին ասել է նա ի պատասխան այս մասին հարցման։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցների ճնշումը, որը արևմուտքը սկսել է կիրառել Ռուսաստանի նկատմամբ մի քանի տարի առաջ եւ շարունակում է ուժեղանալ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկրի ներսում պահպանվում է բարձր մակարդակի համախմբում Վլադիմիր Պուտինի եւ Ռուսաստանի զինված ուժերի շուրջ։ Նրա խոսքով դա խոսուն ցուցանիշ է, որը ցույց է տալիս հասարակության միասնականությունը ներկայիս իրավիճակում։ Պեսկովը ընդգծել է, որ համախմբումը կապված է այն նպատակների հետ, որոնք դրված են Ռուսաստանի զինված ուժերի առաջ հատուկ ռազմական գործողության շրջանակում։ Հասարակության համախմբումը նախագահի եւ բանակի շուրջ սա խոսուն ցուցանիշ է, նշել է մամուլի քարտուղարը։ Այս հայտարարությունը եւս մեկ անգամ ընդգծում է, որ Կրեմլը փորձում է պահպանել ազգային միասնականության գաղափարը, շեշտելով Պուտինի եւ բանակի դերը երկրի կայունության եւ անվտանգության պահպանման գործում։ Reuters-ի տվյալներով Սերբիայի միակ նավթավերամշակման գործարանը, որը պատկանում է տեղական NIS ընկերությանը, կարող է դադարեցնել աշխատանքը արդեն առաջիկա օրերին ԱՄՆ պատժամիջոցների ուժի մեջ մտնելու պատճառով։ Գործարանի մատակարարումները խափանվել են այն բանից հետո, երբ խորվաթական Ջանաֆ ընկերությունը դադարեցրեց նավթատարի աշխատանքը, որը Սերբիայր մատակարարում հում նավթը։ Արդյունքում գործարանը չի կարողացել ստանալ հերթական բեռը եւ պայստավորված հումքի պաշարները կբավականացնեն ընդամենը մի քանի օրվա համար։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նախկինում հայտարարել էր, որ երկրին կբավականացնի բենզինի եւ դիզվառելիքի պաշարը մինչեւ տարեվերջ, սակայն նշել էր, որ NIS-ի դեմ պատժամիջոցները ծայրահեղ ծանր հետևանքներ կունենան տնտեսական, քաղաքական եւ սոցիալական մակարդակներում։ Ըստ հրապարակումների Սերբիան առաջարկել է Ռուսաստանին վաճառել իր բաժնեմասը, սակայն համաձայնություն ձեռք չէր բերվել։ The New York Times-ը հրապարակել է հոդված, ըստ որի ԱՄՆ-ն եւ Չինաստանը գտնվում են ուղիղ ռազմական բախման շեմին։ Նյութի հեղինակներ Էրիկ Ռոզենբակը, ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին օգնականը եւ Հարվարդի Belfer կենտրոնի գիտաշխատող Քրիսլին ընդգծում են, որ վտանգը երբևէ այսքան մեծ չի եղել։ Նրանց խոսքով ցանկացած միջադեպ այսօր կարող է վերաճել պատերազմին, քանի որ բացակայում է իրական ժամանակի վստահելի հաղորդակցության համակարգը երկու երկրների զինված ուժերի միջև։ Այսօր հակամարտությունը կարող է բռնկվել մի ակնթարթում, գրում են հեղինակները։ Փորձագետները զգուշացնում են, որ հատկապես հարավչինական ծովում եւ Թայվանի շուրջ աճող լարվածությունը կարող է դառնալ այն կայծը, որը կբերի ԱՄՆ-Չինաստան լայնածավալ ռազմական բախման։ Տելեգրամի եւ իջի Իսմատրի ալիքները հայտում են, որ Ռուսաստանի զինված ուժերը իրականացրել են լայնածավալ հարվածել Ուկրաինայի Խարկով քաղաքի ուղղությամբ։ Հարվածները իրականացվել են կառավարվող ավիառումբերով, կաբերով։ Ըստ նախնական տվյալների թիրախ են դարձել Խարկովի մի շարք շրջաններում գտնվող ռազմաարդյունաբերական օբյեկտներ։ Նշվում է, որ հարվածները եղել են ճշգրիտ եւ միաժամանակ մասշտաբային։ Ուկրաինական կողմը դեռևս պաշտոնապես չի արձագանքել հարձակմանը։ Խարկովը վերջին ամիսներին դարձել է Ռուսաստանի ավիահարվածների հիմնական ուղղություններից մեկը։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ստորագրել է հրամանագիր, որով Ալեքսանդրու Մունտեանուին, որը ղեկավարում է մի քանի ընկերություններ եւ նաեւ Մոլդովայում ֆրանսիական դաշինքի նախագահն է, որը ֆրանսիական լեզվի եւ մշակույթի տարածման ուղղված մշակութային եւ կրթական կենտրոն է, առաջադրել է որպես հաջորդ վարչապետ։ Մունտեանուն նշանակվում է վարչապետի պաշտոնի թեկտածու եւ լիազորված է կազմել գործունեության ծրագիր եւ կառավարության անդամների ցուցակ, ինչպես նաեւ դրանք ներկայացնել խորհրդարանի քննարկմանը, ասվում է նախագահի կայքում հրապարակված փաստաթղթում։ Ավելի վաղ այս թեկտածությանը աջակցելու մասին հայտարարել էր Գործողություն եւ Համերաշխություն կուսակցությունը, որը մեծամասնություն էր կազմում խորհրդարանում եւ աջակցում էր նախագահին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ներկայումս պարզություն չկա Գազայի հարցերով աշխատանքային խմբի ձևաչափի եւ աշխատանքի վերաբերյալ, եւ քննարկումները շարունակվում են։ Գազայում առաջադրանքներ կատարող աշխատանքային խմբի վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Խմբի ձևաչափը եւ աշխատանքը դեռևս վերջնականապես չեն որոշվել, քանի որ սա բազմաշերտ հարց են ընթանում են համապարփակ բանակցություններ։ Մենք պատրաստ ենք Գազային տրամադրել այս հարցում անհրաժեշտ ողջ աջակցությունը, ասել է նա լրագրողներին Պարսից ծոցի երկրներ կատարած շրջագայությունից վերադառնալուց հետո։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան անում է ամեն ինչ հրադադարի պահպանումն ապահովելու համար։ Դոնբասի տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը պահպանելը կլիներ Ուկրաինայի հակամարտության լուծման ամենաքիչ վտանգավոր տարբերակը։ Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian թերթը։ Եթե հակամարտությունն ավարտվեր օրինակ Դոնբասի վերահսկողությամբ, դա անարդար կլիներ Ուկրաինայի համար եւ հիասթափեցնող կլիներ նրա կողմնակիցների համար, բայց միևնույն է ավելի լավ է, քան շատ այլ ընտրանքներ, նշվում է հոդվածում։ Հոկտեմբերի 21-ին Reuters-ը հաղորդել է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգներին ուղարկել է գաղթի դիվանագիտական նոտա, որում ուրվագծել են Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի պայմանները։ Ստացված տեղեկատվության համաձայն փաստաթղթում, որը հայտնի է որպես ոչ պաշտոնական փաստաթուղթ, ոչ պաշտոնական դիվանագիտական հուշագիր, Մոսկվան կրկնել է իր նախկին պահանջները, այդ թվում Դոնբասի ամբողջ տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելը։ Հոկտեմբերի 22-ին գրող Զախար Պրիլեպինը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի համաձայնի Դոնբասի մնացած մասը հանձնել Ռուսաստանին, նույնիսկ եթե Ռուսաստանը որևէ պահանջ չունի։ Զապորոժիեի եւ Խերսոնի մարզի մնացած տարածքների նկատմամբ հողերի փոխանցումը անընդունելի է Ուկրաինայի առաջնորդի համար, կարծում է գրողը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բահրեյն, այնտեղից էլ Բրյուսել, մասնակցելու խաղաղության խաչմերուկի նվիրված համաժողովին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Բահրեյն մեկնող պատվիրակությունը կգլխավորի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որից հետո նա կմեկնի Բրյուսել։ Բահրեյնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպվող տարածաշրջանային անվտանգությանը նվիրված 21-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պատվիրակությունն այնտեղ կլինի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը ներառյալ։ Rasmussen Global Consulting Apps ընկերության կողմից կազմակերպվող խաղաղության խաչմերուկ նախագծի նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը նոյեմբերի 2-ից 3-ը ներառյալ կգործուղվի Բելգիայի թագավորություն։ Բահրեյնի թագավորություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սոցիալական հարթակներում տարածվում են Երևանի քաղաքապետարան տրանսպորտ եւ հասարակական տրանսպորտը Երևանում վերնագրով կեղծ էջեր, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։ Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcel Wallet բջջային հավելվածի միջոցով, Տրանսպորտ Երևան-EM կայքի միջոցով, Telcel տերմինալների միջոցով, Telcel սպասարկման կետերում։ Երևանի քաղաքապետարանի կողմից միջոցներ են ձեռնարկվում կեղծ էջերի բլոկավորումն ապահովելու համար, նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ Երևանի քրեական դատարանը դատավոր Չիչոյանի գլխավորությամբ հրապարակել է դատավեճեր, որով Մասիս համայնքի ղեկավար վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացվել է գրավը եւ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը պարզաբանել է, թե ինչ քրեական գործի շրջանակներում է ազատազրկվել Դավիթ Համբարձումյանը։ Ըստ փաստաբանի գործը ձգվել է շուրջ 6 տարի, քրեական գործը 2018 թվականին հարուցված գործն է, կապված այդ տարվա ապրիլին Հայանիս եւ Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Այդ գործով Դավիթ Համբարձումյանին մեղադրանքեր առաջադրվել նախկին քրեական օրենսգրքի 250-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն զինված խուլիգանություն։ Նա կալանավորվել էր, ապա 2018 թվականի աշնանը կիրառվել էր գրավ։ Գործը 6 տարի 2019-ից սկսած դատարաններում էր եւ այսօր ունեցավ իր այսպես ասած ավարտը։ Փաստաբանը շեշտել է, այս ամբողջ ընթացքում նշված գործով դատարանում քննված 4 վկաներից որևէ մեկը մեղադրական ցուցմունք չի տվել Համբարձումյանի դեմ, ավելին նրանցից 3-ը հետագայում հրաժարվել են իրենց նախնական ցուցմունքից, բայց դա չի խանգարել դատավորին կայացնել մեղադրական վերդիկտ, նշում է փաստաբանը։ Աթանեսյանը ընդգծում է նաև Դավիթ Համբարձումյանի նկատմամբ այս դեպքով կիրառելի էր համաներումը, սակայն դատավորը վերացրել է գրավը եւ որպես խափանման միջոց կիրառել կալանքը։
Հնդկաստանը չի կնքի երկկողմ առևտրային համաձայնագիր ԱՄՆ-ի հետ շտապողականության կամ ճնշման տակ։ Բերլինի գլոբալ երկխոսություն համաժողովում հայտարարել է Հնդկաստանի առևտրի եւ արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը։ Մենք իհարկե բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ, բայց մենք չենք կնքում շտապողական գործարքներ։ Մենք չենք կնքում գործարքներ սեղմ ժամկետներում կամ զենքի սպառնալիքով, ասել է նա։ Նախարարի խոսքով Հնդկաստանը հանձնառու է երկարաժամկետ հեռանկարին եւ երբեք որոշումներ չի կայացնում շտապողական կամ պահի ճնշման տակ։ Մենք ընդունել ենք այն փաստը, որ մեզ վրա մաքսատուրքեր են սահմանվել։ Մենք փնտրում ենք այս խնդիրը լուծելու ուղիներ։ Մենք ուսումնասիրում ենք նոր շուկաներ։ Տեսնում ենք Հնդկաստանի տնտեսությունում պահանջարկի աճ։ Այսպիսով մենք ունենք շատ դիմացկուն կառուցվածք, ասել է Գոյալը։ Առևտրային համաձայնագիրը երկարաժամկետ հեռանկար է եւ մենք պետք է նայենք դեպի ապագան եւ հասնենք երկրի համար լավագույն պայմաններին, եզրափակել է նա։ Ռուսաստանի նավթային ոլորտի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մեծացնել Մոսկվայի վրա ճնշումը, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Թրամփն ունի այլ գործիքներ Պուտինի վրա ճնշումը մեծացնելու համար, բայց նա դեռ չի օգտագործել դրանք։ Դրանց թվում են Ուկրաինա հեռահար Թոմահոք թևավոր հրթիռներ ուղարկելը, պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթային հսկաների հետ գործարք կնքող ցանկացած ընկերության նկատմամբ նոր երկրորդական պատժամիջոցների սահմանումը կամ Ռուսաստանի այսպես կոչված տվերային տանկերի հսկայական նավատորմի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը, գրում է թերթը։ Ռուսական արտադրության նավթի եւ գազի ներմուծման վրա Եվրամիության արգելքը կհանգեցնի հունգարացիների էներգիայի վճարների բարձրացմանը։ Բուդապեշտը աշխատում է այս խնդիրը լուծելու ուղղությամբ։ Սրա մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Քոսութի եթերում։ Մենք դեռ պայքարում ենք, ուստի այս պայքարը դեռ չի պարտվել։ Մեզ առաջնորդություն է պետք սա պաշտպանելու համար, ասել է նա։ Նախարարի խոսքով Ռուսաստանից էժան եւ հուսալի նավթի եւ գազի արտադրանքի ներմուծման վրա ԵՄ արգելքը կհանգեցնի հունգարացիների էներգիայի վճարների զգալի աճի։ Օրբանն ընդգծել է, որ այս շաբաթը սկսել է Հունգարիայի խոշորագույն նավթագազային ընկերության MOL-ի ղեկավարության հետ մի քանի զրույցներով։ Նա եզրակացրել է, որ երկրի իշխանությունները համագործակցում են կորպորացիայի հետ հակառուսական պատժամիջոցները շրջանցելու համար։ Թուրքիան Պարսից ծոցի երկրների հետ կաշխատի Գազայի հատվածի վերականգնման վրա, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Գազայի վերականգնումը հեշտ գործ չէ։ Մենք հույս ունենք այլ երկրների հետ, հիմնականում Պարսից ծոցի երկրների, ձեռնարկել այս քայլը, ասել է նախագահը։ Իսրայելի հարձակումները ցավոք ոչնչացրել են Գազայի ենթակառուցվածքները։ Հիմա այստեղ լուրջ աշխատանքներ են անհրաժեշտ։ Սկզբում կօգտագործվի շինարարական տեխնիկա, ապա կձեռնարկվեն միջոցներ ենթակառուցվածքները վերականգնելու համար։ Գազան տարիներ շարունակ բախվել է վայրագությունների, որոնք ամոթ են եղել ողջ մարդկության համար։ Մենք պետք է միասին աշխատենք Գազայի մեր եղբայրների եւ քույրերի համար արժանապատիվ եւ բարգավաճ ապագա պատրաստելու համար։ Թուրքիան ամեն ջանք կգործադրի այս նպատակին հասնելու համար, օգտագործելով իր բոլոր հնարավորությունները, հայտնել է Էրդողանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ճնշում են գործադրում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի վրա խրախուսելու Հռոմին մասնակցել Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնումը համատեղ ֆինանսավորելու Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ նախաձեռնությանը, հաղորդում է La Stampa թերթը, հղում անելով իր աղբյուրներին։ Նրա խոսքով Ռյուտեն էր, ով ամենաշատն էր պնդում Հռոմի մասնակցությունը զենքի գնումներին, հույս ունենալով, որ դա կարող է խթանել Կիևի համար զենքի գնումները եւ ամրապնդել ՆԱՏՕ-ն։ Նշվում է, որ Թրամփը եւ Վոլոդիմիր Զելենսկին նմանատիպ զրույցներ են ունեցել անմիջապես Մելոնիի հետ։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ Իտալիայի վարչապետն այս փուլում մերժել է Հռոմի PURL-ին հնարավոր մասնակցության գաղափարը։ Ընդգծվում է, որ Մելոնին զգուշավոր է մնում Իտալիայի PURL-ին միանալու հարցում, ընդդիմության եւ դաշնակիցների շրջանում հնարավոր դժգոհության պատճառով։ Իտալիայի կարիքները ֆինանսավորելու փոխարեն այլ երկրների համար զենք գնելու համար միջոցների հատկացման վերաբերյալ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հարցերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերեն, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դևինազը եւ Սենատի Եվրոպայի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեն Կադեկը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր, ընդգծելով, որ դինամիկ
զարգացող հարաբերություններն ընդգրկում են առանցքային բոլոր ոլորտները, քննարկվել են առաջիկա անելիքները։ Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում զարգացումներին։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է վերջին զարգացումները Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանի զարգացման ՀՀ տեսլականը, այդ թվում հաղորդակցությունների կարևոր հանգույցի վերածվելու ներուժի լավագույնս իրացման հարցում։ Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ հանդիպման ավարտին Միրզոյանը գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի մատյանում ոսկե գրքում։ Պատիվ ունենալով վերստին հյուրընկալվելու Ֆրանսիական Հանրապետության Սենատում ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության այս տանը իմ սրտագին շնորհակալությունն եմ հայտնում նախագահ Ժերար Լարշեին իր ջերմ ընդունելության համար, ինչը հայ-ֆրանսիական ամուր բարեկամության անկեղծ արտացոլումն է։ Վերահաստատում եմ իմ խորին երախտագիտությունը նախարար Ժերար Լարշեին, ինչպես նաև Սենատի բոլոր անդամներին ի նպաստ Հայաստան-Ֆրանսիա բացառիկ հարաբերությունների, նրանց մշտական հանձնառության եւ վճռական ձայնի համար։ Թող այս բացառիկ հարաբերությունները շարունակեն զարգանալ ի շահ մեր դավանած համընդհանուր արժեքների, ընդհանուր պատմության եւ անսասան բարեկամության վրա հիմնված ռազմավարական գործընկերության, նշել է Արարատ Միրզոյանը։ Բաքվում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ դատական ֆարսը։ Բաքուն ներկայացրել է այսպես կոչված իբրև թե տուժողներին։ Հաջորդ դատական ֆարսը նշանակված է հոկտեմբերի 24-ին։ Ֆեյք ընդդիմադիրների դիմակները հատ-առհատ պատռելու են, մերկացնելու են բոլորին։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով, եթե ընդդիմությունը ցանկանա, ապա Նիկոլ Փաշինյանը կհեռանա։ Ես հավատացնում եմ ձեզ, Նիկոլին մի այսպես, չգիտեմ ինչ սարքեք, հա, մի սարքեք Ալեքսանդր Մակեդոնացի, մի սարքեք Հիտլեր, մի սարքեք Պինոչետ, մի սարքեք ինքը փորձում է այդպեսին լինել, բայց մի սարքեք։ Եթե ընդդիմությունը լինի վճռական, եթե լինի այնքան սմերտնիկ կամ գոնե դրա կեսի չափ սմերտնիկ, ինչքան սմերտնիկ է մահապարտա Նիկոլը իր իշխանությունը պահելու համար, հավատացնում եմ ձեզ, այդպիսի ընդդիմության հետևում թիկունքում այնքան ժողովուրդ լինելու, որ Նիկոլը միանշանակ ընկրկելու է, իսկ նրանք ովքեր ասում են, դե ինչա ուզում եք մեզ էլ տանի կալանավորի, որ ձեն հանենք կամ փողոցային շարժում սկսենք, չէ, չենք ուզում, ընդհանրապես ասում ենք, որ այդ լխկած ամորձիներով, այդ վախվորած կերպարով դուք պարզապես չեք կարա լինեք ընդդիմություն, որի նպատակը այս իշխանությանը հեռացնելն է, հա, դուք կարաք լինեք ընդդիմություն, որի նպատակը 26 թվականի խորհրդարանում մի քանի մանդատ ձեռքցելն է, որպես քաղաքական կռիչ։ Հայ ըմբիստ Սուրեն Աղաջանյանը հաղթել է ամերիկացի մրցակցին եւ դարձել աշխարհի M23 առաջնության բրոնզե մեդալակիր։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Նշենք, որ հոկտեմբերի 20-ից 27-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում տեղի է ունենում ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Յուրաքանչյուր հունգարացի քաղաքացի ցանկանում է խաղաղություն եւ պատրաստ չէ հրաժարվել փողից, զենքից եւ կյանքից Ուկրաինայի համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Մենք չենք պատերազմի եւ չենք մահանա Ուկրաինայի համար, մենք ապրենք Հունգարիայի համար, ասել է քաղաքական գործիչը։ Օրբանը ավելի վաղ հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվեր, եթե Եվրամիությունը չխոչընդոտեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի խաղաղապահ առաքելությանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է ուժեղացվի, քանի որ այն չի նպաստում Ուկրաինայում հակամարտության դադարեցմանը։ Մենք վճռականորեն տրամադրված ենք ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա, ասել է նախագահը։ Նա նաև հավելել է, որ ողջունում է ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը։ Կանայք պետք է ծառայեն բանակում, այլ ոչ թե թաքնվեն տղամարդկանց մեջքի հետևում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի պահեստազորայինների խորհրդի ղեկավար Իվան Տիմոչկոն, փոխանցում է Strana.am։ Նրա կարծիքով հակառակ դեպքում ավելի ու ավելի շատ մարդիկ կոչ կանեն կանանց հարկադիր մոբիլիզացիայի։ Նա հավելել է, որ որքան շատ ուկրաինացիներ կամավոր գնան ռազմաճակատ, այնքան ավելի քիչ կոչեր կլինեն նրանց մոբիլիզացնելու համար։ Տիմոչկոն հավելել է, որ իր կինն արդեն ծառայում է բանակում։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան երբեք չի կիրառել ԱՄՆ-ի տրամադրած հեռարձինատեսակներ Ռուսաստանի տարածքի դեմ հարվածներ հասցնելու համար, ինչպես հաղորդում է Interfax Ukraine-ն, Զելենսկին ընդգծել է, որ Կիևը հետևողականորեն գործում է միջազգային համաձայնագրերի եւ պայմանավորվածությունների շրջանակներում։ Նախագահի խոսքով Ուկրաինայի ռազմական գործողությունները միշտ ուղղված են եղել միայն իր տարածքի պաշտպանությանը եւ հակագրողներին օկուպացված շրջաններում։ Այս հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ Մոսկվան բազմիցս մեղադրել է Կիևին ԱՄՆ-ի կամ դաշնակիցների զենքերով հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքին, ինչը Ուկրաինան շարունակաբար հերքում է, գրում է Lenta.ru։ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կարողացել են առաջանալ եւ ներթափանցել Մալայա Տոկմաչկա գյուղի կենտրոն, որը գտնվում է Զապորոժիայի մարզում։ Այս մասին հայտնել է Արխանգելսկ Սպեցնազը Telegram ալիքը։ Հաղորդագրության համաձայն ռուսական հարձակողական խմբերը նշանակալի արդյունք են գրանցել Օրեխովի ուղղությամբ դեսանտային ստորաբաժանումները զրահատեխնիկայով ներխուժել են գյուղի հարավային մաս, այնուհետև առաջացել են դեպի արևմուտք մինչև ուղիչ գաղութի տարածքը։ Նշվում է, որ ուկրաինական կողմը հիմնականում դիմադրել է անօդաչու սարքերի միջոցով, իսկ ցամաքային ուժերի ակտիվ մասնակցությունը գրեթե չի արձանագրվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական ուժերը վերահսկում են գյուղի 75%-ը այժմ նրանք զբաղվում են պաշտպանական դիրքերի ամրապնդման, մատակարարման ուղիների կազմակերպման, HIMARS համակարգերի հնարավոր դիրքերի հայտնաբերմամբ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննարկել են Ռուսաստանի սառեցված ակտիվների հարցը Ուկրաինայի պաշտպանության համար դրանց օգտագործման հնարավորությունը։ Այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում, ընդգծելով, որ անհրաժեշտ է նաեւ Գերմանիայի աջակցությունը այդ մեխանիզմի իրագործման գործում։ Զրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են նաեւ օդային պաշտպանության համակարգերի ամրապնդման թեմային։ Զելենսկու խոսքով Գերմանիան շարունակում է խաղալ կարևոր դեր Ուկրաինայի պաշտպանունակության բարձրացման գործում։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո Զելենսկին հայտարարել էր, որ հայտնվել է պատերազմի ավարտի իրական հնարավորություն եւ կոչ էր արել արագացնել Կիևի անվտանգության երաշխիքների մշակման գործընթացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձավ այն առաջնորդը, որի օրոք կառավարությունը ամենաերկար ժամանակահատվածով է գործել դադարեցված ռեժիմով։ Սրա մասին հայտնել է ամերիկյան Axios պարբերականը։ Հրապարակման համաձայն Թրամփի երկու նախագահական ժամկետների ընթացքում կառավարությունը դադարեցրել է աշխատանքը ընդհանուր առմամբ 57 օր, որոնցից 36-ը առաջին ժամկետի ընթացքում։ Այսպիսով նա գերազանցել է նախկին նախագահ Ջիմի Քարթերի ռեկորդը 56 օրվա շատդաուններով, իսկ երրորդ տեղում է Բիլ Քլինթոնը, որի օրոք կառավարությունը դադարեցրել էր աշխատանքը 29 օրով։ Ներկայիս շատդաունը սկսվել է հոկտեմբերի 1-ին, երբ Սենատը չհաստատեց բյուջեն դեմոկրատների եւ հանրապետականների միջև առողջապահական համակարգի ֆինանսավորման հարցում առաջացած տարաձայնությունների պատճառով։ Թրամփը ավելի վաղ հանդես էր եկել Վաշինգտոնի թանգարանների բացման օգտին, որոնք նույնպես փակվել են շատդաունի հետևանքով։ Ուկրաինական ռազմական վերլուծական նախագիծը Deep State-ը հաղորդել է, որ ռուսական զորքերը շարունակում են ակտիվորեն առաջ շարժվել դեպի Լիման, կենտրոնանալով Յամպոլի եւ Զարեչնոյեի տարածքների միջև գտնվող անտառներում։ Նշվում է, որ ռուսական ստորաբաժանումները մի քանի անգամ արդեն հասել են քաղաքի մերձակայք, շրջանցելով ուկրաինական զինված ուժերի պաշտպանական դիրքերը։ Ըստ Deep State-ի Ռուսաստանի բանակը զգալի առավելություն ունի հետևակի քանակով եւ FPV դրոնների կիրառմամբ։ Ուկրաինական զորքերը հաղորդել են, որ եթե հրամանատարությունը չուժեղացնի պաշտպանությունը այդ ուղղությամբ, ապա շուտով կարելի է խոսել Լիմանի պաշտպանական մարտերի մասին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական բանակը սկսել է լայնածավալ գործողություններ խափանելու ուկրաինական ուժերի թիկունքային լոգիստիկան Սլավյանսկի ուղղությամբ։ Նման հարվածներ արձանագրվել են նաև Բախմուտում, Ավդեևկայում եւ Չասով Յարի շրջակայքում, կիրառելով Lancet եւ FPV տիպի հարվածային անօդաչուներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Վլադիմիր Զելենսկին կցուցաբերեն ողջամտություն հակամարտության լուծումներ փնտրելիս։ Հուսով եմ, որ նա կցուցաբերի որոշակի ողջամտություն եւ հուսով եմ, որ Զելենսկին նույնպես կցուցաբերի որոշակի ողջամտություն, ասել է Թրամփը մեկնաբանելով խաղաղության ջանքերի առաջընթացը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ։
Եղանակը առաջիկա օրերին Երևան քաղաքում հոկտեմբերի 24-ի գիշերը եւ երեկոյան 26-ին սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-ին, 27-ից 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ից ցերեկը 24-ից 25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-ից 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։